Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հիմա դրա մասով մենք ունենք այդ ժամանակվա կատարած աշխատանքի մասով այսպես պատժամիջոցների մի ամբողջություն, ովքեր են կատարել, ինչ են կատարել, այսինքն հասարակ նկատողությունից զգուշացում, որպես այդպեսին չի եղել, միջև ազատումներ։ Ցանկ ինձ մոտ կա, համոզված եմ նաև հեծում կա այդ ցանկը, որտեղ օրինակ, ասենք, Արաքս Արտաշատի տեղամասի պետի ՀՄ կրթանը ստացել է խիստ նկատողություն, հենց այդ բյուջետային հիմնարկներից իմ ջանց ասեմ, որպեսզի բոլորին պարզ լինի, ամեն մարզում, եթե չեմ սխալվում, մինիմում 100-120 բյուջետային հաշվիչ կան, որոնք որ այսպես ասած, ու պետական կազմակերպությունների հաշվիչները, դրա մեջ մտնում են ջոյերը, դրա մեջ մտնում են մարզպետարանները, ամբողջ պետական համակարգը։ Մեր աշխատակիցների կողմից ստուգվել են ամբողջը անհատապես, այսինքն մեր խմբերը գնացել են տեղում, նայել են հաշվիչները, փոխել են, բերել են լաբորատոր ստուգման, այրված հաշվիչները տարել են նաև գործարան եւ այլն եւ այլն, այսինքն այս ամբողջին չեմ պատմում մեր ժողովրդին, որպեսզի հասկանան, որ այդ ասածները իբրև թե այսպիսի բաներ են կատարվել, չի բռնում իրար այնքանով, որ մենք ցույց ենք տալիս ինչքան աշխատանք են կատարել դրա դեմ պայքարում եւ ցույց ենք տալիս ինչքան հետ ենք բերել, այսինքն հավելագրման հետևից հավելագրում գտնել ամենահեշտ բանն է, դա սեփական աշխատակիցների հետ կապված է, ոչ մեկ չի դիմադրում, քո հետ ոչ մեկ պրոբլեմ չունի, բայց կառավարչի աշխատակազմը չի կարող ցույց տալ, լավ գողացող գտել են, թե չէ, հաստատի եւ դա վերականգնվել է արդյոք թե չէ։ Ես հիմա ցույց եմ տալիս ինչքան է վերականգնվել, նույն ցանցերից մեկում շատ մեծ կիլովատ վերականգնվեց, նաև ֆինանսական պատասխանատուները կարող են դա ասել, այդ կատարողները բերեցին, վերականգնեցին բավականին մեծ գումարներ։ Հիմա նաև ստուգման մի մեխանիզմ, որը մինչև այսօր գործում է, դա ամսվա սկզբում բազաները փակելու հետ կապված, մինչև բազաների վերջնական փակումը մեր կողմից կատարված աշխատանքներն են, կատարվում է անալիզիկա, որի արդյունքում մեր կորուստների վերլուծության բաժինը ներկայացնում է մասնաճյուղերին համապատասխան թվով հաշվիչների ցանկ եւ հաշվի առնելով, որ չեն կարողանալու գնալ անձամբ տեղում նայել, մենք պահանջում ենք ֆոտո-վիդեո տարբերակով այդ համապատասխան հաշվիչները, որպեսզի համեմատության արդյունքում կարողանանք վերլուծել, թե թյուրիմացություն է եղել, թե դա բնական է։ Ընդամենը մի բան ասեմ, որ մոտավորապես միջինացված մեկ ամսում ստուգվում է 30-40 անալիզիկայի ենթարկում 30-40 հազար հաշվիչ, որի արդյունքում մոտավորապես 2-ից 3 հազար հաշվիչ ուղարկվում է համապատասխան մասնաճյուղեր եւ ցանցեր, որպեսզի կարողանան նկարների եւ վիդեոների վերլուծով հասկանանք ինչ է։ Եվ այդտեղ կիլովատները բնականաբար բարձ է, հավելագրումներ են, այսպես գտնվում, պատժամիջոցներ են ելնում եւ այլն։ Սա մեր այսպես փոքրիկ հաշվի առնելով ժամանակը սուղ է մեր կողմից կատարված այսպես փոքրիկ վերլուծություն մեր աշխատանքների վերաբերյալ։ Հիմա ինչ վերաբերվում է նյութի մեջ եղած գոնե այդ մասով կատարված աշխատանքների։ Ուրեմն արևային որպես այդպիսին այսպես կիլովատների պահում գտել են երկու տեղ։ Ինչ է նշանակում արևային պահած կիլովատներ, անպագորգոր հայտարարություններ, մեր հայրենակիցներին սենց, մեր հայրենակիցներին սենց, որպեսզի պարզ լինի մեր հայրենակիցներին, բացատրեմ, որ յուրաքանչյուր մայիսի 1-ը հանձնաժողովի կողմից հաստատված է, որպես ժողովրդին հասկանալի լեզվով որ ասեմ, ձեր ովքեր ունեն արևային, ձեր ծախսած եւ արտադրած էլեկտրոէներգիայի համադրում իրար հետ, եթե կա ավել արտադրանք, դրա վճարումը։ Եթե չեմ սխալվում, հունիսի 15-ն էլ վճարման վերջին այսպես պարտավորության օրներ, բայց վերջին տարում մենք փոխեցինք հանձնաժողովի հետ, որ եթե մինչև հունիսի 15-ը չեն ներկայացնում, իրենց ովքեր որ չունեն համապատասխան հաշվի համարներ, արդեն այդ ընկնում է, երբ որ ներկայացնեն, դրանից որոշակի ժամանակ ունենում ենք նաև դա մարելու։ Հիմա պատկերացրեք իրավիճակ, որ մայիսի 1-ին յուրաքանչյուր արևային կայան տեղադրող, թույլ չեն տա ստել, երբ որ արևային կայանը տեղադրում է, ենթադրվում է այդ օգուտը։ Այսինքն հնարավորինս փորձում են տեղադրել, որ իրենց ծախսը
կոմպենսացնեն եւ այդպես օգուտ ունենան։ Հիմա փորձում են բացատրել, որ մայիսի 1-ին ամենայն դեպս անկեղծություն այդ մասով եղավ կառավարչի աշխատակազմի կողմից, որ անգամ մենք չենք կարող հասկանալ դա մինչև մայիսի 1-ը, թե մայիսի 1-ից հետո էր, բայց եկեք sense մի հատ վարժություն անենք, հաշվի առնելով, թե ես ինչքան բողոք եմ ստացել արևայինների հետ կապված մայիսի 1-ից հետո, նույն աշխատակազմում կա բնականաբար հետս չեմ տարել, եւ համադրենք, որ մոտարապես, եթե չեմ սխալվում, այնտեղ 1000-ից ավել բաժանորդներ, այսպես քիչ է գրանցվել, ու բավականին քիչ, այնտեղ միջնացվածը մոտարապես 1000 կիլովատ եւ ավել է։ Հիմա պատկերացնենք, որ այդ բոլոր բաժանորդները որից կերպ չեն դիմել իրենց գումարները, այսպես ասած, վերականգնելու խնդրանքով կամ պահանջով։ Երկրորդը մի ցանցում գոնե թիվը սխալվել են, այդ ցանկությունը շատ մեծ թիվ գրելու հետ կապված իրենց վերել է սխալի, որ մոտավորապես կրկնակից ավել սխալվել, եթե չեմ սխալվում, 830,000-ը դարձել է 380,000, բայց ամենակարևորը, որ դա հայտարարվել է, հետո նոր արդեն մենք նյութերի մեջ տեսնում ենք, որ փոխված բաներ կա։ Ես համոզված եմ, որ ինչպես միշտ հայտարարել եմ, դրա 90 եւ ավել, չեմ շղթում, որ միջև այսպես մեր ժամանակ էլ կարող է դա լինել, ինչպես նաեւ բոլոր առումներով, բայց 90 եւ ավել տոկոսը եղել է վերջին մի քանի ամսում։ Հաշվի առնելով այս հանգամանքները ինչ որ համադրել եմ, հաշվի առնելով նաեւ, որ հանձնաժողովի անդամների հետ շատ մենք խոսել ենք այս արևայինների հետ կապված բողոքներով, թեմաներով եւ քննարկել ենք։ Հիմա այստեղ խնդիր է առաջանում նաեւ նյութերի մեջ ներկայացված ընդհանրապես պետստանդարտի ստուգաչափման ինստիտուտը ոչնչացնելու։ Աշխատակազմը ներկայացնում է, որ ոչ բոլոր հաշվիչներն են գնացել այսպես ստուգաչափման, դե մենք դրել ենք միջինացված, եթե չեմ սխալվում, ինչ որ հաշվարկ ենք կատարել եւ այլն։ Չգիտեմ, հանձնաժողովը պահանջում է, որպեսզի իր եզրափակիչ նյութի մեջ դրա մասին ինչ-որ մի ինֆորմացիա տա, արդյոք հնարավոր է այդպիսի բան, արդյոք երբևիցե հեծը կամ որևէ կարգավորող մարմին կարող է բաժանորդի հետ կապված միջինացված ինչ-որ բան անել։ Հաջորդը, սեփական կարիքների հետ կապված ուռճացված սիրուց թվերը դնելը լավ բան է։ Էլ եմ ասում, այդ ցանկությունը այնքան մեծ է եղել, որ բնականաբար պետքա շատ մեծ թվեր, միլիոնավոր թվեր երևալ։ Մի հասարակ օրինակ բերեմ իմ ինֆորմացիայով, այստեղ եմ ասում, էլի վկաների հարցը նորից կանգնելու է, հարգելի հանձնաժողով ամենայն հարգանքով ձեր կոկորդին, այն առումով, որ չեք լսել են մարդկանց, որոնք կատարել են այդ աշխատանքը։ Եվ ինչի չեք լսել, որովհետև մարդը այսպես անվտանգության տնօրինության աշխատակիցների խիստ հայացքի եւ սպառնալիքների ենթադրյալ ներքո կարող է ինչ-որ բան գրել կամ ասել, բայց 3 միլիոն մարդու աչքերի մեջ նայելով կարծում եմ չէր կարող ստել։ Հիմա նույն հաջողությամբ իմ ունեցած ինֆորմացիայով այդ 6 արևային սեփական կարիքների հաշվիչներից 4-ը թե 5-ը արդեն թվերը այս պահին բռնում են բազայի թվերին, այսինքն չեն կարող 2 կամ 3 ամիս ճիշտը գրվել, ու այդ ամբողջ իրենց ասած միլիոնավոր ավելագումները գային հասնեին։ Դա արդեն նշանակում է, որ դրա մասով էլ է կատարվել միջինացված, եւ չկա դրանց իմիջիայլոց այսպես լաբորատոր ստուգման թիվը, թուղթը, ինչի համար, որովհետև բոլորը շատ լավ հասկանում են, որ հաշվիչն է տեխնիկա, եւ ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, որ հաշվիչը ինքը իրենը ուղղակի տեխնիկական սխալի պատճառով ընդհուպ ասկոյի հաշվիչը 1 միլիարդ կիլովատ ավել է գրել, 1 միլիարդ։ Այսինքն գույքագրման ժամանակ նայում ենք, որ չգիտեմ 5000-անոց ծախսողը 1 միլիարդ կիլովատ է ծախսել։ Բնականաբար մենք հիմար չենք, չէ՞ որ դա մուտք անենք բազա։ Տանում ենք հաշվիչը, պարզվում է, որ տեխնիկական խնդիր է։ Հաշվիչները չի տարվել։ Հանձնաժողովի աշխատակազմը այդ 6 ինչպես ասեմ 350 սեփական կարիքի հաշվիչ ունեն։ Խոսքը գնում է այս բանի 6-ի մասին։ Եվ իմ ինֆորմացիայով ստուգվել է ամբողջը։ Այնտեղ կամ փոքր թվեր են եղել, կամ մաքուր եղել, բերել են ենթադրյալ մեծ թվերը։ Եվ այդ հանձնաժողովի աշխատակազմը առաջին հերթին պետք է պահանջեր ստուգաչափման արդյունքները, որպեսզի հասկանային, այս հաշվիչը ճիշտ է աշխատում, թե սխալ։ Ստուգաչափման արդյունքները իմ ինֆորմացիայով չկա նյութերի մեջ, այդ հաշվիչների։ Դա ևս մեկ անգամ հաստատում է իմ այն վարկածը, որ ցանկությունը այսպես ունենալու շատ մեծ չեմ շղթում, որ կարող են լինել թերություններ։ Իմ աշխատակազմի հետ կապված ձեզ ասեմ, նաև կարող են համոզված եմ այնտեղ բոլորին էլ հարցրած կլինեն իրենց մեթոդներով,
որ հաշվի առնելով, որ հանձնաժողովի տրված լիմիտը իմիջիայլոց ձեզ ասեմ, դա տարիներ շարունակ ես էլ այդ հին ժամանակներից հիշում եմ, որ այդ լիմիտ հասկացությունը կար սեփական կարիքների համար, ես անդադ ստուգել եմ իմ փոքրիկ աշխատակազմով ենթադրյալ չէի էլ կարող այդ ամբողջը ստուգել հիմնովին, եղել են ժամանակ առ ժամանակ ստուգումներ, բայց հաշվի առնելով, որ հանձնաժողովի թույլատրելի շեմը երբեք չենք անցել, կամ եթե անգամ անցել ենք շատ չնչին է եղել, այդ իսկ պատճառով ամբողջը անհատական չի ստուգվել։ Նաև այս պետստանդարտի ինստիտուտն եք ոչնչացրել, հարգելի հանձնաժողովականներ։ Հիմա ինչ վերաբերվում է այստեղ այս համակարգային դարձնելուն, համակարգային դարձնելու հետ կապված բազմաթիվ իրարամերժ ցուցմունքներ կան, բազմաթիվ։ Այդ մանիպուլյացիայի մասին չեմ խոսում, արևային արտադրանքի իմ կարծիքով կառավարչի ժամանակ կատարված այդ արարքների արդյունքում առաջացած կիլովատը ժողովրդին հետ տալու համար կորուստը դարձնում են 10% ավել, բայց այնտեղ ազնվության պակաս կա, չեն ասում, որ եթե այս ամիս 800,000 գտած կիլովատ հետ տվեցին կորուստը բարձրացավ, հաջորդ ամիս այդ 800,000-ը չի լինելու, չէ՞։ Բնականաբար կորուստը իջնելու ինչպես եւ եղել է։ Երկրի թվերի մասին են խոսում, առանց որևիցե փաստավորման, առանց որևիցե հիմնավորման։ Եվ ամենակարևոր հանգամանքը, ինչ ենք մենք ասում, մեզ չեք դարձրել դրա կողմ, որովհետև չեք ուզեցել, որովհետև շատ լավ հասկանում եք, որ մեր կողմ լինելու դեպքում այս նյութերի 80%-ը ջարդվելու էր, չէր լինելու։ Հանձնաժողովն էլ չի պնդել, որպեսզի հանձնաժողովի նախագահի կողմից իբրև թե ինքնուրույն նշանակված կառավարիչը գոնե խորհրդի կարգով այսպես ականջին, որ գիտես ինչ, որպեսզի ճիշտ լինի ամեն ինչ, մյուս կողմին կանչեք, զանգեք գլխավոր տնօրենին, սեփականը, իմ հետ չեն ուզում շփվեն, Աստված իրենց հետ, թող տնօրենների խորհրդին ասեն, որ ուղարկեք ձեր ներկայացուցիչներին, կատարում ենք SSS գործողությունները, ոսի դուք էլ ներկա լինեք։ Բնականաբար հարգելի հայրենակիցներ, չի կատարվել, որովհետև ձեռ չի տվել։ Դա անելու դեպքում բնականաբար այս պատկերը չէր լինելու, ես համոզված եմ, իսկ դա արդեն իրենց խաղաքարտերը խառնելու էր, այդ իմիջիայլոց քաղաքական իշխանության, այստեղ հանձնաժողովը որևիցե կապ չունի։ Հաջորդ հարցը, որ ես ցանկանում եմ անդրադառնալ, այդ այսպես ասած ցուցմունքների տարբերություններ, նախ այդ ոստիկանական մեթոդներով վերցված ցուցմունքների ինչքանով են օրինական կամ այդ բացատրությունները, լավ այսպես ասեմ, այնտեղ տարբեր տեսակի են, անվտանգության տնօրինության աշխատակիցը վերցնում է բացատրություն, հանձնաժողովին անգամ չի հետաքրքրում, որ ասի երբ որ ինչ գործ ունես այդ քննչական հասկացանք, լավ բերել եք քննիչ եք նշանակել ձեր անվտանգության տնօրեն, բայց դա չի նշանակում, որ մեթոդները դեպիսի լինեն։ Հանձնաժողովը անգամ չի փորձել աշխատակազմի մասին առայժմ, խոսա համոզված եմ նաև դուք եք, որովհետև դուք եք մասնակից եղել նյութերի կազմանը, չի փորձել անգամ այդ մարդկանց ինքնուրույն լսի, որ հասկանա տեսնի, մեթոդները ճիշտ են, թե չէ, սպառնացել են, թե չէ։ Ես օրինակ ենթադրում եմ, եւ որպեսզի օդի մեջ չլինի, դուք ժամանակ ունեք, կարող եք անգամ ձեր որոշումը կայացնելուց հետո էլ դա անել, հրավիրել մարդկանց եւ ուղղակի հարցնել, ասել, լավ, այդ որ գրել ես, որ այստեղ շատ հուզիչ տեքստեր կան գրած, մենք չէինք ուզում, բայց որպեսզի պարգևատրում չստանանք, մենք սա արեցինք։ Մի քանի ընդհանրապես հարց։ Արդյոք ճանաչում եք հեցի գլխամասում իրացման տնօրինության աշխատակիցների եւ ղեկավարներին թե ոչ, եւ ինչ հանձնարարական է եղել միշտ ամեն հանդիպման ժամանակ։ Այս երկու հարցը ընդհանրապես ջարդելու էր իրանց եւ գրած բացատրությունը եւ մնացածը, որովհետեւ ես իմ աշխատակազմի հետ միասին մաքսիմում գոնես մասով հասցրել ենք միջև վերջի տեսուչը բոլոր միջոցներով, որ չի կարելի դա անել, այսինքն եթե ինչ-որ ցանցի պետ ենթադրյալ կարող էր ստիպել, այդ տեսուչները չէին կարող ուղղակի այդպես իրանց ված գալ, բայց ստիպված արեցինք, այս նույնն են բանն է շատ դեպքերում, որ ասում են դե տուն ենք պահում, ինչ անենք ու գնում են աշխարհի ամենավերջի ապօրինություններին։ Հաշվի առնելով նաև այս ամեն ինչը կարծում եմ, որ համոզված եմ, որ չի ցանկացել հանձնաժողովը, այսպես ասած, ճշմարտությունը վերհանի եւ ժողովրդին կարողանա տեղյակ պահել, թե ինչ է արել։